Հովհաննիսյան, 2026 թվականը 2021-26 թվականի ձեր կառավարության ծրագրի վերջին բյուջետային տարին է, հետևաբար հիմա առիթն է, որ նաև մենք այդ իմաստով դիտարկենք, այսինքն իրականում այն խոստումները, որոնք որ եղել են տնտեսական, սոցիալական ասպեկտում համակարգված, դի ամփոփումը ունենային կամ գնահատվեին ի վերջո 2026-ին։ Ինչ եմ դա այդպես ներկայացնում նախաբանում, որովհետև այս հարցերը միշտ առիթ ունեցել ենք ներկայացնելու, բայց մեզ դուք պատասխանել եք կառավարությունը որպես, որ դեռ ժամանակ կա, մենք մեր խոստումների տերն ենք կատարենք։ Հիմա հարցս վերաբերում է տնտեսական եւ բնականաբար դրանից բխող նաեւ կարևորագույն սոցիալական ոլորտին, ընդհանուր է եւ դրա համար եմ ձեզ տալիս, նայեք, դուք իրականում խոստացել էիք տարեկան առնվազն 7%-անոց տնտեսական աճ, հիմա կարծես թե այդ 7%-անոց տնտեսական աճը, եթե գոնե միջինով հաշվենք, ապահովված է, համենայն դեպս դուք այդ մասին նաև ասում եք, այլ հարց է, որ դրա մի մեծ մասը արտաքին դրական գործոնով է պայմանավորված եւ դա փաստ է եւ երկրորդը նաև պետական պարտքի իմաստով այն ինչ որ ծրագրել էիք այս տարիների ընթացքում այդ պարտքն էլ վերցրել եք եւ նաև հաջորդ տարվա համար է ծրագրված նորից, այսինքն ձեր պլանավորած պարտքը պետական էլի ավելացնելու եք, այսինքն հիմա այս մասով իբրև թե կամ առնվազն ձեր գնահատումներով կատարված է, հիմա եթե տնտեսությունը աճել է, բնականաբար դրանից բխող նաև հարկային եկամուտները ձեր ծրագրված դուք հավաքել եք, խոստացել էիք, որ 2026-ին պիտի միջին կենսաթոշակը լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար, նվազագույն կենսաթոշակն էլ պիտի լինի պարենային զամբյուղի արժեքին հավասար, նվազագույն աշխատավարձն էլ պիտի սահմանեք 85,000 դրամ, սա դուք ներկայացրել եք կառավարության ծրագրում, հիմա ավարտին ենք մոտենում, ձեր այդ խոստումները չեք կատարում, իրավիճակը շատ պարզ է, էական է տարբերությունը, օրինակ միջին կենսաթոշակը 50,000 է, եթե նույնիսկ ձեր հաջորդ տարվա այդ հետ վերադարձինն էլ նկատի առնենք, որ 6,000 դրամը դարձնում եք 10,000 դրամ, 2% էլ այս վերջերս որպես ուրախ լուր հայտնեցիք, որ քեշբեք եք տալու, եթե անկանխիկ մարդիկ այդ թվում կենսաթոշակառուները քարտով առևտուր անեն, այս բոլորը իրար հետ հաշված էական տարբերություն կա, ասենք մոտավորապես լավագույն դեպքում միջին կենսաթոշակառուի թոշակը կարա բարձրանա դառնա մինչև 55-56,000, բայց այսօր արդեն առաջին 9 ամիսների տվյալներով 82,000-ը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Տեսեք ինչքան ահռելի է տարբերությունը, 75,000 նվազագույն աշխատավարձը եւ նույնը նաեւ այդ էական տարբերությունը կա նվազագույն թոշակի մասով։ Հիմա տնտեսությունն ցուցանիշները, ապա հարցը սպառ։ Ես դες խնդրում եմ էլի, քանի որ շատ գերատեսչություններ են լինել։ Ես արդեն հարցին եմ ասել։ Աշխատեք 2 րոպեում ձևակերպել էլի հարցը։ Եվ հարցս շատ պարզ է, որտեղ իրավիճակն է պարզ։ Հիմա դուք այդ ձեր խոստումը չեք կատարել, որովհետև ի սկզբանե դա պոպուլիստական էր եւ նպատակը քաղաքացու մոտ 700,000 քաղաքացու է վերաբերում իրանց քվեն ստանալն էր, թե տնտեսական այս աճերը, որ ներկայացնում եք, դրանք իրական չեն, նկարված են, հետեւաբար հնարավոր չի նաեւ այդ սոցիալական խոստումը կատարել։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ պատասխանեք, այն մի պատվանը, թե այն մյուսը, ընտրեք։ Պարոն Ավետիսյան, նախ ասեմ, որ ամենամեծ աճը 2025 թվականից 2026 թվական հենց տեղի է ունենում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով, որը պայմանավորված է տարբեր հանգամանքներով
Ես կարծում եմ, որ երբ որ մենք սոցիալական ոլորտը քննարկելու ունենք, նախարարը մանրամասն ավելի մանրամասն եւ դիպուկ կպատասխանի ձեր հարցերին, բայց ես կարող եմ ասել, թե ինչ սկզբունքներ են դրված մեր բյուջեի պլանավորման հիմքում, որովհետեւ այստեղ կարևորը ֆիսկալ կայունության ապահովումն է, որը վերաբերվում է թե պարտքին եւ թե մեր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ տարբեր ոլորտների գերակայությունները եւ առաջնահերթությունները հաշվի առնելով ենք մենք ի վերջո հանգում այն փաստաթղթին, որը ներկայացրել ենք ազգային ժողով։ Ես կարող եմ նաեւ պարտքի մասով ասել, որ մենք ոչ միայն կատարել ենք այն ինչ որ կառավարության ծրագրով նախատեսված էր, որտեղ կառավարության ծրագրով նախատեսված էր պարտքը նվազեցնել 60%-ից ներքև, մենք կարողացել ենք, այսինքն իրավիճակի բերումով եւ նաեւ մեր վարած քաղաքականության հետևանքով կառավարության պարտքը ոչ միայն 60%-ից է ներքև, այլ 50%-ից էլ է ներքև։ Բնականաբար սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես դրամի արժևորմամբ եւ առաջանցիկ տնտեսական աճով։ Ձեր հարցի պատասխանը ուղիղ ես կդժվարանամ հիմա բարձաբանեմ, վստահ եմ նախարարը կասի, բայց այստեղ վստահ եմ դուք հիմա այս հարցը որ տալիս եք չեք ակնկալում, որ օրինակ եթե մենք առաջարկենք կամ դուք գայիք առաջարկեիք հիմա, ասեք եկեք կենսաթոշակը բարձրացնենք, միջին կենսաթոշակը այսօր բարձրացնենք, դարձնենք պարնային զամբյուղին համապատասխան, որը պետքա որոշակի անկայունություն բերեր մեր ֆիսկալ միջավայրում, դա կլիներ սխալ քաղաքականություն եւ հենց այդ նույն կենսաթոշակառուները, որոնք պետք է այդ թոշակը ստանային, վստահ եմ ավելի վատ կենսամակարդակ կունենային դրա հետևանքով, քան դրանից առաջ։ Այսինքն այդ հարցերը անդրադառնալուց պետք է մանրամասն նայել, այո, կառավարության ծրագրով բազմաթիվ նախագծեր են ներկայացվել, շատ խոստումներ են տրվել, դրանց մեծ մասը կատարված են կամ կատարվելու են, մյուս մասն էլ հնարավորության սահմաններում, որովհետև սա մեր բոլորի հնարավորությունների մասին է խոսքը, կիրականացվի եւ այդ հետվճարի համակարգը այդ այն հնարավորությունն է, որ այս պահին կարող ենք իրականացնել։ Տեսեք, իրականում բարդ է, որովհետև խնդիրը վերաբերում է մոտավորապես այն ինչ ասեցի, այս 3 խոստումը վերաբերում է ամենաանապահով մոտավորապես մեր հանրության 700,000-ից ավել քաղաքացիների դեպ այն թիվն է, որի չափ դուք քվե ստացել եք։ Հիմա այդ մարդիկ պարզ բան են էլի ասում, այսինքն այս ձեր կառավարման շրջանում իրենց կյանքի որակը վատացել է, որտեվ գները ավելի արագ են աճել, քան իրենց օրինակ թոշակը կամ սոցիալական անապահովության նպաստները կամ մինիմալ աշխատավարձը։ Հիմա այս իրավիճակն է եւ դուք տեսեք ինչն է այստեղ, որ այդ ձեր բարդ բացատրելով մեկը չի պարզվում։ Մի պարզ բան, խոստացել էիք, ասել էիք 7%-անոց աճ կլինի։ Հիմա եղել է ինչ ֆինանսական անկայունության մասին է։ Տարեկան ձեր 7%-անոց աճը ապահովել եք։ Ասել եք այսքան պարտ կվերցնենք, վերցրել եք։ Հիմա լավ, այդ արել եք, իբրև թե տնտեսությունը աճել է։ Հիմա այն չափով, ինչ չափով դուք ծրագրել եք մի բան էլ գուցե ավել։ Հիմա պարզ բան է էլի հարցնում թոշակառուն եւ աշխատող աղքատը։ Ասում է, բայ ինձ ինչի մոռացաք։ Ասում է, բայ ես էլ պետք է հիմա ստանայի պարենային զամբյուղի արժեքի չափով նվազագույն թոշակ, ինչի չեմ ստանում։ Ես պետք է ստանայի միջին թոշակ, որը պետք է հավասարներ նվազագույն աշխատավարձի չափով։ Ինչի չեմ ստանում։ Աշխատող աղքատն ասում է, աշխատում եմ աղքատա, բա դուք հակառակն եք ասել, ասում եք առաջնահերթ այս հարցերը պետք է լուծենք։ Բա լավ, հիմա ասֆալտ եք անում, հիմա ասում եք պարտեն կա, շատ լավ եք անում։ Այս ամեն ինչը լավ է, պետական ծառայողի աշխատավարձներ որ բարձրացնեք շատ ավելի լավ։ Բայց այդ չի նշանակում, որ
մեր հանրության շուրջ 40%-ին ամենաանապահով խավերին տված ձեր խոստումը պետք է չկատարեք եւ ասենք պետք է գաք այստեղ փորձեք բարդ ինչ որ տերմինոլոգիայով փորձեք բացատրել։ Սա ընդունելի չի էլի, պարոն Հովհաննիսյան, բարդ է, բայց ընդունելի չի։ Ախր դուք մենակ չեք այստեղ։ Պարոն Ավետիսյան, ես ոչ մի բարդ տերմին չեմ օգտագործել։ Ես ոչ մի բարդ տերմին չեմ օգտագործել։ Իրականում կա ընթացիկ իրավիճակ, ամեն տարի մենք կազմում ենք բյուջե եւ մենք 5 տարվա համար չենք բյուջե կազմում, դա կախված է մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներից, կան ծախսեր, որոնք ավելացել են եւ համարվել են ավելի գերակա, մասնավորապես վերջին տարիներին կտրուկ ավելացել է պաշտպանական ծախսերը, որոնք անհրաժեշտ էին մեր երկրի դիմակայունությունը ապահովելու համար եւ կարող ենք առանձին քաղաքականությունների մասով քննարկում ունենալ եւ դուք օրինակ առաջարկեք, ասեք, գիտեք ինչ, այս որ մյուս տարի այս թիվը գրել եք ստեղ, այդ թիվը մի գրեք, այդ թիվը վերցրեք, գրեք թոշակների դիմաց։ Էդի կլինի քննարկում։ Դուք առաջարկեք, ինչը ձեզ դուր չի գալի այսօրվա բյուջեում, որ թիվը ձեզ դուր չի գալիս, որ քաղաքականությունը ձեզ դուր չի գալիս, մենք էլ կքննարկենք, հասկանանք, հնարավոր է ձեր առաջ կարող է մի բան կա, որ մենք չենք հասկացել, դուք ավելի լավ եք հասկանում։ Դա անենք, այն մյուսը չանենք։ Էս է հարցը։ Եվ ամեն տարի այս նույն խոսակցությունն է, այսինքն ամեն տարի այս քննարկման նպատակն է հասկանալ որտեղ ենք իջացրել կամ բարձրացրել, որը չի համապատասխանում ձեր պատկերացումներին։ Այդ պատկերացումներն կարող ենք ճշգրտել եւ դրա հնարավորությունները ինստիտուցիոնալ գոյություն ունեն։ Դուք առաջարկություն եք ներկայացնում, ասում եք, այս սա ավել եք դրել, սա պակաս դրեք, որովհետեւ այս քաղաքականության իրականացման տեսանկյունից սա ավելի ճիշտ է։